Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։ Բարև ձեզ Տիկին Ալավերդյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, նախ եւ առաջ բոլորին շնորհավորեմ անցած բոլոր տոների հետ ու ցանկանամ, որ ազնիվ ապրեն, իրենց հետ ազնիվ լինեն եւ ուրիշների հետ։ Ես կարծում եմ այս դժվար ժամանակներում դա է մեզ անհրաժեշտ։ Շնորհակալ եմ, ձեզ նույնպես շնորհավորում եմ։ Տիկին Ալավերդյան, նախորդ շաբաթ տևական դադարից հետո Ադրբեջանից 4 պատանդ վերադարձավ Հայաստան, ինչը բոլորիս ուրախացրեց, սակայն ավելի ուշ մենք իմացանք, որ նրանց դիմաց Հայաստանը սիրիացի երկու վարձկան ահաբեկիչներին է վերադարձել, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ էին գերեվարվել։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այս փոխանակումը, չի ստացվում, որ մենք մեր ձեռքով հավասարության նշան ենք դնում մեր գերի պատանդների եւ վարձկանների միջև, եւ այնուամենայնիվ, եթե այս փոխանակումը պետք է կայանար, հնարավոր չէ ավելի շատ գերիներ վերադարձնել նրանց դիմաց։ Եկեք ես սկսեմ բոլորովին մի այլ բանից։ Տեսեք, վարձկանները դրանք միջազգային ահաբեկիչներ եւ այս առումով նրանց վերադարձը անգամ շատ դրական բաների դիմաց։ Ընդհանրապես դա միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Էլի եմ ասում, կապ չունի, հիմա մենք կանդրադառնանք եւ այդ, այսպես ասած, կեղտոտ քաղաքական արևտրին, բայց այնքան են սանձարձակ, որ նույն օրն են արել։ Դուք կարող եք ասեք, օրինակ, անային մի ուրիշ օր։ Մի քանի շաբաթ հետո օրինակ։ Մի քանի շաբաթ առաջ, մի քանի շաբաթ հետո, բայց պատկերացրեք այդ ամբողջովին այդ արհամարանքը միջազգային իրավունքի հանդեպ, որ դա անում են նույն օրը։ Եվ այստեղ խնդիր չկա, մենք որ իմանանք, թե արդյոք դա Սիրիայի վրա։ Ես հիշեցնեմ, որ այսօր Սիրիայի ղեկավարը դա միջազգային ահաբեկչական խմբի ղեկավար է։ Հիմա այն, որ արևմուտքը իրեն ամբողջովին բացահայտեց, բոլոր հասկացանք, որ սրբություն չունի, միջև անգամ իր իսկ հայտարարած արժեհամակարգի որևէ արժեքի համար դա մի կողմ դնենք, ժամանակին $10 միլիոն գլխագին էին Սիրիայի ներկայիս նախագահի համար մենք սահմանել։ հստակեցնենք, որ բուն ուղղակի իրենց վերադարձը եւ այս ժամանակ, երբ որ այնտեղ ղեկավարը հենց ահաբեկչական, միջազգային ահաբեկչական ճանաչված առաջնորդներից մեկն է, ինքնին միջազգային իրավունքի ոտնահարում է։ Երկրորդը դա անդրադառնանք ոչ թե վերադարձածներին, այլ նրանց ում հանդեպ արտահայտվել է Իլհամ Ալիևը, հանկարծ չմտածեք, պատրանք չունենաք, դա երբևէ չեք տեսնի, որ ազատության մեջ հայտնվեն Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այսինքն մենք հստակեցնենք, որ դա չի վերաբերվում ոչ թեկուզ շինծու դատական գործընթացներով, որովհետև եթե դատական գործընթաց է, ցանկացած դատականից հետո բացի կրկնում եմ միջազգային այդ ահաբեկիչների մնացածներին կարելի է տեղափոխել դատապարտելուց հետո, երբ որ արդեն ուժի մեջ է մտել դատարանի այդ վճիռը, դրանից հետո պետությունը, որի քաղաքացին են հանդիսանում այդ մարդիկ, նրանք կարող են պահանջել եւ ունենք մենք ԱՊՀ երկրների շրջանակներում հատուկ այդպիսի պայմանագիր կա։ Այնպես որ այդպես չէ, որ միայն միջազգային, այլ ավելի նեղ շրջանակներում։ Եվ արդեն եթե մենք անդրադառնանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում այդ փոխանակում խոսքը, որը էլի հանցագործություն է միջազգային իրավունքով։ Պետք է վերադարձվեն այդ բոլոր մեր գերիները, այն ընդամենը 2 գերի ունենք, մնացածը պատանդ են քաղաքական առիթներով, այդ 2 գերիներին պարտադիր էին վերադարձնել 10 նոյեմբերի 20 թվականից հետո։ Էլի ընդգծեմ, դա կոպիտ ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի եւ ընդհանրապես։ Եվ երբ որ մենք ասում ենք դե լավ, ասենք թե դա քաղաքական պայմանավորվածություն է։ Անունը չդնենք ուրիշ բան, քաղաքական պայմանավորվածություն։ Այստեղ է ձեր հարցի այդ հնչած բնութագիրը։ Բա
որևէ արժեք դες համար չեն ներկայացնում նրանք, ովքեր որ ուղղակի պատանտ են վերցվել տարբեր ձևերով եւ վերադարձում են 4 հոգի, երբ որ այնտեղ կրկնում եմ, ասենք թե արտահայտվել եք ռազմաքաղաքականի մասին, բամնացածները, այսինքն դա կրկնում եմ, կեղտոտ արևտուր է, հիմա անդրադառնամ բուն մարդասիրականություն, գիտեք, ես կիսում եմ ուրախությունը բոլոր այն ընտանիքների, բարեկամների, ովքեր այդ անտանելի, անբացատրելի միջև անգամ վիճակում են հայտնվել, ովքեր որ 5 տարի, ովքեր 3 տարի եւ այլն։ Մենք պետք է հստակեցնենք, որ երբևիցե մենք թույլ չտանք մեզ խառաշփոթ առաջացնել, ու ինչպես ասում են չարը թացը չորի հետ խառնել։ Թույլ չտանք, որ մանիպուլացնենք, թե մենք դեմ ենք, որ այս մարդիկ վերադառնային։ Դա մեծ եւ ուրախությունը ոչ միայն ընտանիքների, այլ հայ ազգի համար, բոլորիս։ Ես անկեղծորեն իրոք իմանալով հանդերձ թե ինչ վերաբերմունքի են ընթարկվում ցանկացած մարդ, որը հայտնվում է Ադրբեջանի բերդերում անազատության մեջ, ես շատ ուրախ եմ, որ այդ 4-ը կարողացան այդ դժոխքից վերադառնան եւ ողջ առողջության մասին չխոսեմ, ինձ որևէ մեկը չի համոզի, որ նրանց առողջությունը դա հետագայում կերել, այս պահին չենք էլ կարող ասել։ Կներեք, ես այդպես երեխա չեմ, ես գիտեմ դա ինչպես է լինում եւ ցանկանամ առողջություն այդ մարդկանց եւ եւս մեկ անգամ բարձրացնեմ մի հարց, որ այդպես էր Հայաստանի Հանրապետությունում լուծում չգտել։ Խոշտանգումների, կտանքների, դաժան վերաբերմունքի զոհերին կամ ողջ մնացածներին կարգավիճակ օրենսդրական չունենք մենք։ Պնդել ենք դա 90 թվականից, երբ որ մենք ստացել ենք առաջի այդ Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահված մարդկանց, ցավոք սրտի մինչև հիմա եւ իրավական առումով այդ խնդիրը լուծում չի գտել։ Այնպես որ դա այն ինչ որ անում է զուտ ադրբեջանական կողմը եւ ստանում է աջակցությունը Հայաստանի օրվա իշխանության կողմից, դա կեղտոտ, ես կասեի արյունոտ մի գործարք է եւ արևտուր է։ Հիշեք, որ Էրդողանի տիկինը անկեղծ պես կիսում էր իր կարծիքը, թե ինչի համար պետք է Ադրբեջանը պահի մաս վերադարձեք, ես ճիշտն ասած միշտ վախեցա ասեցի, հո մարդկանց չեն առանձին մարդկանց մասերը, որովհետև մենք ստացել ենք եւ այդպիսի բան, երբ որ անձին վերադարձել են մասնատված։ Դա եղել է Հրաչի հետ, որը որ պատանտ է ընկել խաղաղ ժամանակներում։ Այնպես որ մենք պետք է զգուշ լինենք եւ հստակեցնենք, որ այդ կեղծ եւ այդ սուտ այդ բանաձևերը, որոնք որ շրջանառության մեջ է դնում օրվա իշխանության այս կամ այն ներկայացուցիչը, դա տասնապատիկ ամոթ է, քան ուղղակի ցանկացած քաղաքական սուտ, որովհետև դա վերաբերվում է մարդկային հույզերին, դա վերաբերվում է իրապես դրական մի արդյունքի գոնե մի 4 ընտանիքի համար, բայց հակված եք կարծել, որ հնարավոր էր ավելի շատերին վերադարձնել։ Ոչ թե հնարավոր է, դա եթե մենք նայենք օրինակ էլի այդպիսի դեպքեր, հնարավոր է, որ որևէ կիսա ահաբեկչական ղեկավարություն կամ այլ եւ այլն դա թանկ գնով կվաճառեր, սա վաճառք է, սա արևտուր է քաղաքական եւ այդպես էժան գնահատել եւ կրկնում եմ, ասենք թե եթե ռազմաքաղաքականի խնդիրը առանձին խնդիր է, որտեղ նա գլոբալ խնդիր է լուծում, ընդհանրապես ազատագրական շարժման ղեկավարներին համարել ահաբեկիչ, դա է Իլհամ Ալիևի դիրքորոշումը, բայց մնացածները ուր են, եւ ես կարծում եմ, որ դա էլ այդ եւս մի խայտարակ, այսպես խարան է օրվա իշխանության ճակատին։
Տիկին Ալավերդյան, իսկ հնարավոր համարում եք, որ նախքան ընտրությունները մենք էլի գերիների վերադարձի ականատես լինենք, որ Փաշինյանի վարկանիշը ոչ միայն հնարավոր եմ գտնում, ես գտնում եմ, որ դա այն պայմանավորվածության, այն էլի կեղտոտ պայմանավորվածությունների պայմաններից մեկը պատահական չի ու Իլհամ ասում, որ նրանց մասին մի խոսացեք։ Շատ կներեք, դա նշանակում է այն մյուսների մասին խոսացեք։ Մյուսները հնարավոր է որ վերադարձնեն։ Այո, եւ դա կարող է տեղի ունենալ, ինչպես որ Տիկին Էրդողանն ասել, մաս, այսինքն գնալով դեպի ընտրություններ, այդպես ցնցում լինի ժողովրդի մեջ եւ այս անամոթ եւ անբարո կեցվածքով իշխանության ներկայացուցիչները ասեն, որ դա մեր խաղաղության այս պայմանագրի արդյունք է։ Շատ իրատեսական եք համարում սա։ Շատ Վերինա, ոչ միայն իրատեսական, գրեթե պլանավորված եմ համարում դա։ Առաջիկայում ականատես կլինենք։ Իսկ այնուամենայնիվ, եթե արդեն բուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անդրադառնանք, որոնց ճակատագիրը շատ ավելի բարդ է եւ նրանց ծանր մեղադրանքներով ազատազրկման են դատապարտում, ինչ քայլեր պետք է ձեռնարկի։ Ես կարծում եմ արդեն նոր իշխանությունը, որովհետեւ այս իշխանության մասով մենք նման ակնկալիքներ չենք կարող ունենալ, որ այս մարդիկ որ առաջ վերադարձվեն։ Մատախարն է իրենց այդտեղ հայտնվելու մեջ, այսօր կարծես թե միջև անգամ Նիկոլի Ջակտակովները դա հասկանում են, ուրիշ բան է, որ իրանք համաձայն են դրա հետ եւ լուտանք են թափում, դա պետք է մարդ ազգություն չունենա, անգամ թուրք չլինի, նայեք, էլի եմ ասում, թուրքերը այդպիսի բան չեն անում։ Այո։ Չեն անում, չկա դա։ Այդ հետընթաց ապրած խավը, որը խղճուկ վիճակում է, դեք չեմ կարողանում ուրիշ խոսք ասել։ Մարդ պետք է ինչ խղճուկ վիճակի մեջ ընկնի, որ իր ազգի ներկայացուցիչ, որ հայտնվել է բավականին հայտնի իր դաժանությամբ պետության հսկողության ներքո, ուրախություն հայտնի կամ ցանկանա վատարագույնը։ Դա նրանք տմարդի աստիճանի են ու իրոք խղճուկ վիճակում են եւ այս առումով ես կարծում եմ եւ բոլոր այն դատապաշտպանները ավելի քան պարզ են ասել, որ իրապես ոչ թե մեկ-երկու ճանապարհ կա, այլ որևէ մեկ գործիքակազմից, այդ շտեմարանի գործիքակազմից այս իշխանությունները չեն օգտվում։ Դրա համար, եթե մենք վերցնենք ապագայի ավելի սպասումները դրական, այո, կան բավականին շատ ճանապարհներ։ Հենց ճանապարհները ամենապարզը ցույց է տվել էլի ինձ համար ոչ ողջունելի, բայց հանդիպման Թրամփ-Լուկաշենկո հանդիպման արգասիքը։ Այո։ Այնտեղ կներեք որևէ միջև անգամ չկա առիթ չկար այդ փոխանակման զուտ երկու պետությունների ղեկավարները այո քաղաքական ժեստի խնդիր է եւ եթե մենք վերցնենք թե ինչքանով է Ալիևը կարող դիմադրել այս աշխարհի ուժեղներին, որոնք անթակույց օգտագործում են միայն ուժային եւ շանտաժի, այդ թվում եւ շորտ արևտրական այդ գործիքների, ես չեմ կարծում, որ նա կդիմանա, որովհետեւ կրկնում եմ, նրանք թանկ չեն իրեն համար։ Նա իրենց համարում է արդեն ամբողջովին օգտագործված եւ որևէ մի պետական գործիքի կամ գործիքակազմի անդամ չի համարում իրենց։ Դա ավելի շատ կրկնում եմ, դա նա է, որ ինքը եւ ներքին իր լսարանը եւ բոլոր պետությունները, ովքեր պայքարում են ազատագրական շարժումների դեմ, ես կարծում եմ Իլհամ Ալիևը արդեն իրենց դրոշն է, որովհետև նա ոչ միայն չպատժվեց, նրան չդատապարտեցին, նրանք ընդհանրապես կծու խոսք չասեցին, այդ թվում եւ Եվրամիության կարկառուն դեմքերը ավելին, գիտեք, որ ողջունեցին Շարլ Միշելը, որը որ եւ այդ Զայեդի այդ
ամբողջ այս գործընթացի մեջ կարևորագույն նշանակություն ունի եւ պարգևատրել են եւ լաուրեատ, այսպես ասած, այդ բանի, ընդ որում Զայեդի այդ ինչպես ասեմ, պատվաբեր բան է շատերի համար եղել եւ այնտեղ կան այդ մարդկանց մեջ շատ հարգված եւ հետաքրքիր անձնավորություններ, բայց այդտես որ թե Վատիկանի ներկայացուցիչ, թե բան, ինչպես որ ժողովուրդը ասում է, փողին մուննատ եւ այս ժամանակ է որ ես ասում եմ, որ փողին մուննատ նշանակում է որ եւ այդ հնարավորությունները կան։ Միջև անգամ մենք ունենք դեպք, երբ որ Արա Աբրահամյանը ուղղակի գնացել է Աֆրիկական պետություններից մեկը, որտեղ 4 մեր օդաչուները պատանության մեջ են հայտնվել եւ պարզապես գնել է այդ մարդկանց։ Գնել է։ Նաև այս տարբերակով հնարավոր է մեր պատանների վերադարձնել։ Առանց որևէ ինչ որ եւ այլոցի ինչ որ գնացել ասել է ինչքան է, որովհետև իրենք վերցրել են գումարի համար։ Հիմա այդպես չի, որ Իլհամ Ալիևը, ինչպես ասում են, գումարային հաշիվներում այդքան անտարբեր է, ոչ։ Նա էլ է գումար շատ սիրում։ Այո, անձը, որը որ աշխատում է գումարով, ինքը այո շատ զգայուն է գումարների հանդեպ։ Այդպես որ դա ամենակոպիտ ու գռեհիկ ձևը կա ու կա։ Ես էլ չեմ ասում։ Հայաստանը այս ճանապարհով էլ կարող է վերադարձնել։ Այո։ Տիկին Ալավերդյան, ուզում եմ անդրադառնանք նաև հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավին, որը իշխանությունները որևէ կերպ չեն դադարեցնում։ Մենք անգամ Սուրբ Ծննդի օրը ականատես եղանք, թե ինչ ամոթալի միջադեպեր տեղի ունեցան, ու ակնհայտ է, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունն այս օրակարգին չի աջակցում, ավելին սրանով նաև Նիկոլ Փաշինյանը վարկանիշ է կորցնում, բայց որևէ կերպ նա կանգ չի առնում։ Ըստ ձեզ ինչով է սա պայմանավորված, ինչ է այս ամենից ստանում Նիկոլ Փաշինյանը, որի դիմաց անգամ իր վարկանիշի կորուստի վրա է նա աչք փակում։ Ասեմ, նախ եւ առաջ իրեն համար որևէ նշանակություն չունի վարկանիշ։ Ես անընդհատ ասում եմ ու կարծես թե չհասկացված եմ մնում։ Որևէ առումով իր ապագան քաղաքական ինքը չի տեսնում կախված Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կարծիքից եւ այս առումով ներքին իր վարկանիշը բացարձակապես նշանակություն չունի։ Անկամ եթե չունենա կընտրվի, եթե արտաքին միջամտությունը լինի։ Եվ գիտեք թե այդ Զայեդի այդ բանը պրեմիեր կոչվածը ինչ է դա պատահական է։ Ոչ, այդ դա ինքը ստացել է բանը, որ լավ է շարունակի ճիշտ է անում ամեն ինչ։ Իհարկե եւ ես չեմ կասկածում որ էլի այդպիսի բաներ կան, որով ինքը կպարգևատրվի եւ ցույց կտա բոլորին, որ չի ցույց տա, որ ես ճիշտ եմ, ցույց կտա, որ իմ մեջքին կանգնած են, ինչ էլ դուք անեք, մեկ է, ես մնալու եմ, սա է խնդիրը, եւ եկեղեցու, ինչպես մենք ասում ենք, թե հայ առաքելական եկեղեցու, ոչ դա հակաքրիստոնեական անաստվածների գործողություն է, կներեք, կասկած թող չունենան որևէ մեկը, որևէ դրական միտում այդ շարժման մեջ չկա, դա անաստվածության, ամբողջովին անաստվածության դրսևորում է, մի տեսեք ովքեր են ուզում մաքրել, բարենորոգում են մեր եկեղեցին կճոյանները, որոնց նույն Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում, մենք հասկանում ենք, չէ՞ որ դա այդպես չի, այսինքն դա անթակույց է եւ ելի եմ ասում, անգամ ջատակովները, անգամ նրանք ովքեր որ իրենց մեղաստով վերցնում են իրենց վրա պատասխանատվություն եւ կեղտ են լցնում այս կամ այն սրբազանի կամ ներկայացուցիչ կամ եկեղեցու վրա, նրանք հստակ գիտեն, հենց այդ կեղտը լցնելով իրենք գործում են անաստված եւ հակաքրիստոնեական գործունեություն։ Ինչը չկա, ոչ մեկը չգիտի քրիստոնյան իրեն ինչպես պետք է պահի։ Բոլորն էլ գիտեն։ Իսկ ինչ են ստանում սրանից Տիկին Ալավերդյան։ Այսինքն նա ստանում է մի բան, իր արտաքին տերերին, մասնավորապես Թուրքիա, Ադրբեջան եւ ահա Շարլ Միշելի նման եվրոպական այդ բոլոր չինովնիկներին, ինքը համոզում է որ չմտածեք, միջև ես եմ, ինչ Արցախ, ինչ Հայաստան, Արցախը Ադրբեջանինն է, իսկ Հայաստանը Թուրքիայի համար տարածք է վասալական վիճակի մեջ։ Այսինքն մենք պետք է հստակեցնենք, որ ինքը շատ մեծ բան է քաղում։
Այ երբ որ մենք ասում ենք ամոթալի այդ վիճակ, ինքը ինչու է դա ցուցադրականանում։ Բա ինչու՞ չեք կարծում Հ1-ը ինչ իրավունքով է ցույց տալիս դա։ Այո։ Բոլորիս հաշվին։ Բայց դա ինչ բան է հստակեցնելով ասում եմ, որովհետև նա ասում է տեսեք, ես եմ եւ ես անելու եմ սա ամեն ինչը, ինչ որ ձեր եւ իմ, որովհետև դա իր կաղապարախոսությունն է, ես միշտ եմ ասել դա ոչ մի ճնշում իր վրա չկա։ Հստակ ինքը հիմա միայն աշխատում է իր վարկանիշը բարձրացնի այն երկրին հակառակվող կողմերի մոտ։ Եվ պատահական չի իր գրքի անունը, դա կրկնում եմ, երկրին հակառակ է, ինքը երկրին է հակառակ, իր քրիստոնեական պատմությունով, իր ամբողջ հերոսական պատմությունով եւ այլն, ինքը հակառակ է, ինքը հակառակ կողմին է պահպանում եւ այս առումով ինչ էլ ինքը անում է ու մենք ապշում ենք թե բայց այսպես բանան դա ինքը իր վարկանիշը բարձրացնում է մեր երկրին հակառակվող պետություններին եւ կողմերին սա է ինքը դրանից շատ մեծ բան է հավաքում ես ամեն անգամ ասում եմ երբ որ մենք պես ասած քննադատում ենք եւ այլն դա միայն իր օգտին է ինքը դա աշխատում է կարող է հավաքագրել եւ ցույց տալ տեսեք ինչ ասես ինչ են ինձ ասում բայց ես գնալու եմ այս ճանապարհով այնպես որ ինչ Աստված ինչ քրիստոնեություն ինչ առաքելական եկեղեցի ինչ վարկանիշ ներքին բացարձակապես նա վաղուց չունի ներքին լեգիտիմությունը վաղուց չունի բայց իրեն չի էլ հետաքրքրել դա ես պատահական չի որ միշտ ասում եմ 20 թվականի մայիսի 8-ի այն ժամանակվա կուսակցությունները եւ ֆրակցիաների արածը վերին աստիճանի հարված էր ինչու որովհետեւ արդ երկրի համար պետք էր որ լեգիտիմացվի ներսում ոչ թե ժողովրդի բացականչություններով կամ ինքնաառաջարկությամբ եւ այլն ոչ խորհրդարանով իրենց պետք էր խորհրդարանի եւ դա արել են այն ուժերը ովքեր այդ ժամանակ մեծամասնություն էին ես ուզում եմ որ մենք հատվածական չնայենք եթե դա սխալ է ընդունում են որ դա սխալ է ապա դա բախտորոշ սխալ է եւ ես կարծում եմ պիտի պատասխանատվություն կրեն եւ պատասխանատվությունից բացի նրանք պետք է ապացուցեն որ դա սխալ է եղել եւ իրենց այսօրվա գործունեությունը եւ այս տարիների պետք է տասնապատիկ ավելի ակտիվ լիներ եւ մենք այսօր չենք ունենա այն լկտի արտահայտություններն ու ձևակերպումները, որով հանդես են գալիս այս կամ այն անձիկ, որոնք որ պետության ղեկը ուղղակի զավթել են խաբեությամբ եւ ինչ եք ասում ինչ որ վարկանիշով նրանք պետք է տխրեն, բացարձակապես չեք տեսնում ինչ խրախճանք են իրանք իրականում։ Դա ուրախություն է, որովհետև իրենք հաղթել են ժողովրդին, այն ժողովուրդը, որը իրենց ընտրել է, սխալվել է, չի սխալվել, իրենք այդ ժողովրդին են, հայ ժողովրդին են հաղթել։ Հոգուտ Հայաստանի հակառակվող պետությունների, հոգուտ ամենամոտիկ մեր ողերիմ հարևաններին։ Դա այնպես որ դա դուք շատ լավ հարց դրեցիք, ինչ է ինքը դրանից ունենում։ Միայն դրական, այսպես ասած, վարկանիշ հակառակվող կողմից։ Իսկ հենց այս ամենի համատեքստում փրկությունը կարող է երկրի ներսից լինել, հատկապես հաշվի առնելով հենց ձեր նշած հանգամանքները, որ հիմնականում արտաքին ազդեցությամբ է իշխանությունը պահպանվում։ Շատ շնորհակալություն։ Տեսեք, աշխարհաքաղաքական բոլոր գործունեությունները ընդհանրապես հաշվարկված են եւ այդ հաշվարկները վերին աստիճանի հմուտ են։ Նրանք որտեղ են իրականացնում, որտեղից են գողացել նախագահին, որտեղ այսպես ասած խաղաղության այդ Նոբելյան բանը ստացել է ընդդիմությունը։ Այո։ Ճիշտ է։ Վենեսուելայի մասին է խոսքը։ Այո, այսինքն Վենեսուելայի ներսում ճակ է տեղի ունեցել հասարակության մեջ։ Այդտեղից իրեն գնում տոր, նայեք Գրենլանդիան փոքր ինչ ավելի դժվար է առաջ գնում։ Ասում է պետք է գնենք։
ի վերջո իրենք կարող են հարցնել ընդհանրապես ոնց է Գրենլանդիան Դանիային պատկանում դնեն հարցականի տակ, բայց դա գործընթաց է գնալու պսևդո միջազգային իրավունքի ներքո։ Իսկ Վենեսուելան ոչ մի դա պետական մակարդակով տեղի ունեցել այո ահաբեկչական գործընթաց խոսքը Ամերիկայի մասին չէ Ամերիկայում չկար ես չեմ համարում Ամերիկան այսպես ասած ահաբեկչական պետություն բայց գործողությունները հենց այդպես են բնութագրվում դա արևանգում է դա ներխուժում է դա զենքի եւ ուժի օգտագործում է դա տեղի եւ ժամանակին դա անում էին նրանք ում որ մենք կոչում ենք միջազգային ահաբեկիչներ իսկ օրինակի համար եթե իրանք պետք է աշխատեն արդեն Դանիա եւ այլն ասում եմ ես կբարձրացնեմ այս կամ այն հարկերը ես բան կանեմ եւ այլն կնա չի գնում չի արևանգում Դանիայի վարչապետին նա չի արևանգում միջև անգամ Գրենլանդիայի արտգործ նախարարին որը որ չի թաքցրել իր Եվրոպայի կենտրոնում նման բան իրականացնել հասկանալի չէ այսինքն հիմա եթե Հայաստանում հասարակությունը իրոք ցույց տա որ ինքը չի ընդունում ինչպես որ Իրանում ասում են ժողովրդի 2-3%-ն է փախլիվի որդուն ընդունում եւ դրա համար իրանք իրանց այդ հիրսոտված հայտարարությունների տեմպը իջեցրել են ամեն ինչը բոլոր նրանք ասում են ինչ անեք մեկը դուրս ինչ այդպես չի դուրսը նայում է ներսում ինչ վիճակ է ես ամեն անգամ երբ որ ասում եմ բոլոր պայմանները եւ պատճառները մեր լինի դա տանուլ տված լինի դա հաղթանակների մեր մեջ են մի փնտրեք ուրիշ տեղ այդ միջազգային հարաբերությունների մեջ անպայման հաշվի են առնում թե ինչ վիճակում է ժողովուրդը պետության ներսում պետք է ասեմ մենք բզկտված վիճակում ենք եւ այս առումով այդ մենք կարող ավելի քիչ գիտենք հաշվարկված քան նրանք ովքեր հետևում են դրան այդպես չի որ նրանք ի հակառակ ամբողջովին պետական կամ հասարակությանը բաներ են գործում ոչ նրանք միշտ շատ նրբանկատորեն հաշվում են թե ինչպիսին է իրավիճակը երկրի ներսում այդ մոլորությունը որ մեր տեղ բոլոր ամեն ինչ լուծված է մեր տեղ լուծում են այն ժամանակ երբ որ դու ինքդ չես լուծում քո հարցը երբ որ դու թույլ ես տալիս ուրիշները ամեն անգամ Ռուսաստանն է Թուրքիան է Ամերիկան ինչ կապ ունի եթե դու թույլ ես տալիս այն աստիճան է գործում արտաքին գործոնը ինչքան թույլ է տալիս ներսում ժողովուրդը ազգը թող իրենից չգցի որևէ մեկը թող իրենից չգցի Տիկին Ալավերդյան բայց օրինակ 24 թվականի հունիսի 12-ին երբ ազգային ժողովի դիմաց ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառվեց լուսաձայնային նռնակներ եւ երբում է թե պետք է հաշվի նստեին մեր ժողովրդի պահանջի հետ նույն Միացյալ Նահանգների դեսպանատունը արդարացրեց ես այդտեղի բավականին բազմամարդ էր ես չեմ կարող ասել այդպես ես որովհետեւ մասնակցել եմ եւ ՀԸՇ-ի 88 թվականից մինչեւ վերջ շուտ դա համեմատելի չի քիչ է քանակը իհարկե դա գիտեք բոլոր նրանք ովքեր որ համեմատում են լինի դա Մայիսյան երբ որ Բագրատ Սրբազանը ականջաձենի պես ոտքով եկան հասան Երևան մեջև անգամ եւ այդ ժամանակ դա հնարավոր չէ համեմատել ուղղակի դա որ համեմատում են այլ այս տարիների ընթացքում 18 թվականից հետո տեղի ունեցածը այո իհարկե շատ էին բայց ինչ է դրանից հետո երբ որ տեղի ունեցավ ժողովուրդը դուրս եկավ ես դες հիշեցնեմ որ Ղարաբաղյան շարժման ընթացքում տարիներ շարունակ կային տասնյակ հազարավոր միտինգներ իսկ այստեղ ինչ է եղել է ոչ 12 Անկամ Արցախի կորստից հետո նման հանրահավաքներ չտեսանք ցավոք սրտի եւ արդեն իրենք այսինքն այլևս ժողովուրդը ցույց չտվեց որ նա մարաթոնի է պատրաստ Այսինքն նաեւ համաձայն ենք Փաշինյանի հետ որ մեր ժողովուրդը համաձայն է իր հետ Ղարաբաղի էջը փակելու հարցում Ոչ նրանք ցույց են տալիս որ իրենք ով էշ մենք նրան փալան ինչ կա Հիմա չբզբզենք, եսա կհանեն սրան աշխատանքի, աղջիկը սովորում է իրեն մի բան կանեն, տղաս ծառայում է 30 հոգի զոհ ունենք ով ասել, որ 31-րդը որթեž չի լինի, այսինքն
ամբողջովին այդ ոգին են բերել շատ ծանր վիճակի, նսեմացրել են ժողովրդի մեծ զանգվածների։ Ես չեմ ասում առանձին են մարդկանց, ովքեր որ ով ուզում է լինի, նրանք մնում են միշտ էլ դիմադրող այնպիսի ուժով խիստակարակ։ Ես ամեն անգամ ասում եմ, տեսնում եք ոնց է եղել, ուրեմն վատ ենք արել, ուրեմն հիմա պետք է տասնապատիկ շատ անենք։ Այսինքն իմ մոտ ճանապարհը տեսնում եք։ Այո, ես այդ ճանապարհը չեմ տեսնում։ Ոչ թե որ ինչ անում ես չի ստացվում, ոչ, քիչ ենք անում, քչով ենք անում, այն չենք անում, եւ այլն, որովհետեւ որ ասում են դե մեկը խոշորները այնա մտածել են, այնա Մադուրոին գողացել են, հենց Մադուրոյի այդ արևանգումն է ապացուցում, թե որտեղ են մտնում միջազգային պարտոր կենտրոնները։ Եվ պետք է ամեն ինչ անել, որ մենք դուրս գանք այս վիճակից։ Տիկին Ալավերդյան, Հայաստանում նաև օրինաչափություն է դարձել կարծես, երբ պաշտոնյաները սուտ են խոսում եւ որևէ պատասխանատվության չեն ենթարկվում դրա համար, եւ ընդ որում շատ ակնհայտ բաների շուրջ, ինչ որ փոփոխությունների եւ այլն, որոնց հենց ես օրինակը բերեմ, օրինակ Ալեն Սիմոնյանը օրերս խոսում էր, որ Հայաստան դաշինքը կանցնի անցողիկ շեմը հաջորդ տարվա այս տարվա ընտրություններում եւ նշում էր, որ սա իրենց իսկ կատարած փոփոխությունների արդյունքում անցողիկ շեմը իջեցնելու մասով, բայց հենց իրենց իշխանություն դաշինքների համար անցողիկ շեմը ոչ թե իջեցրել է, այլ ընդհակառակը բարձրացրել է։ Եվ առհասարակ միայն Ալեն Սիմոնյանի մասով չէ, բազմաթիվ երևույթներ ունենք, երբ պաշտոնյաները սուտ են խոսում եւ որևէ պատասխանատվության չեն ենթարկվում։ Ընդհանուր առմամբ որ պահից մենք նման իրավիճակում հայտնվեցինք։ Ես ասեմ դες այդ թիմը անդաստիարակներ են։ Չէ, իրաց ծնողների, տեսեք, որևէ մի մարդ այդպես ինքնակնդատությամբ հանդես չի եկել, ինչպես Տիգրան Ավինյանի հայրը, ասել ամեն համբալ չի կարող լինի, ես եմ համաձայն, որ ինքը իր մասին էր խոսում, բոլորը կարծում են ուրիշների մասին է խոսում, ես գտնում եմ, որ ինքը դեռ այդպիսի ինքնա բացահայտում, ինքնակնդատություն, որևէ չի ունեցել, բայց դա դաստիարակությունն է, չէ՞, մեկ է, անգամ եթե մարդ իրեն է համարում այդպիսինը, խոսում է իր ցածր որակի կամ ընդհանրապես անորակ դաստիարակության մասին։ Այդ թիմում մի քանի մարդ կա, որը որպես ջանում է ցույց տալ, որ ինքը ճիշտ է կապում վզկապը, մաքուր ֆեսուբարից, բայց շատ կներեք, իրենց մտապաշարը, դա կներեք խուլիգանի մտապաշար է։ Կարող է իրենք շատ լավ որդի են, ամուսին են, եղբայր են, քույր են, բայց իրենց բարապաշարը ու գործողությունները դա հակապետական, շատ անգամ իրենց այդ բարապաշարը խուլիգանական դրսևորում է։ Դա շատ խորքային է, իրենք դրանով մեկը մյուսի մոտ պարծենում է։ Տեսար ոնց ասեցի։ Այսինքն այն ինչ որ առաքինի քրիստոնեական դաստիարակություն ստացած մարդկանց համար ամոթ է, մեղք է, շատ անգամ մահացու մեղք է, իրենց համար դա պարծանքի, փողոցում կանգնած կա, չէ, բոլոր պետություններում կան խուլիգաններ, ովքեր որ կարող են ձեռ առնել անցնող դարձնող, դա այդ թիմն է, եւ իրենց հավաքել են մեկ-մեկ, դա հավաքագրած թիմ է, դա հասկանում եք, դա ռուսերեն ասած շտուչնի տավար, այդպես չի, որ նրանք արտացոլում են հասարակության որևէ խավ, նրանք արտացոլում են միայն էլի վատ դաստիարակություն եւ ամբողջովին խուլիգանական այդ հակամշակույթի մեջ մեծացած, զարգացած եւ շարունակող թիմ է դա։ Իսկ այս երևույթը արմատախիլ անելու համար ինչ միջոցներ պիտի ձեռնարկվեն։ Դա էլի եմ ասում, ինձ մի հարց է, ես հիմա գիտեմ մի երկու կուսակցություն, որոնք աշխատում են գյուղերում, գնում են եւ այլն։ Դա եւ միասնության թևերն է, դա եւ Մերձևովն է, որը շատ ճիշտ է։ Ես զարմանում եմ, որ օրինակի համար մեր պարլամենտական ընդդիմության գործնեության մեջ դա չի երևում, առնվազն մենք ոչ լսել ենք, ոչ տեսել ենք։ Մարդը այցելում են երբեմն, բայց ոչ ակտիվ։ Բայց դա պետք է լինի խորքային աշխատանք, նրանք պետք է գիշեր-ցերեկ չունենային։ Եվ նստաշրջաններում հոգներեք բոլոր կուսակցությունը չի մասնակցում։ Նստաշրջաններում դա մի փոքր թիմ է ի վերջո։ Ամբողջ կուսակցությունները պետք է իրենց նվիրեին ժողովրդի հետ աշխատանքով, ոչ թե գնալ մենակ բացատրել։ Նայեք,
Ես էլ եմ լինում տարբեր գյուղում, ինքան խնդիրներ կան տեղում, այդ խնդիրները ինչու չեն լուծվում, որովհետև իշխանությունները միայն ինչ որ մի բան լուծում են ի պատասխան այս կամ նվիրվածության, բայց այնտեղ կան հարցեր, որոնք չեն պահանջում պետական մակարդակով բան, դա տեղական մակարդակով լուծվող Օրինակ ինչի մասին է խոսքը։ Օրինակի համար գյուղում, ասենք գրադարանի, ասենք մշակութային կենտրոնի, ասենք դպրոցի, բժշկական կենտրոնի, ես գիտեմ, որ դրանք լավ վիճակում չեն։ Եվ այս առումով աշխատանքը այդտեղ չէր դիտարկվի որպես ընտրակաշարք, դա պետք է լիներ ամենօրյա աշխատանք։ Ես հստակ դա ասում եմ։ Ոչ թե այո, նայեք ոչ թե ընտրություն, ես դա ասում եմ, որովհետև ես ժամանակին ունեցել եմ այդպիսի ծանր 5 տարի պատգամավոր եմ եղել եւ կուսակցության եւ այդ այսպես խմբակցության 5 թե 7 հոգի են, դե քչացան եւ այլն, մենք փաստորեն այդ ճանապարհն ենք վերցրել եւ այդ ժամանակ միջև անգամ թերթերից մեկը չի արտահայտվել բոլորի, բայց ինձ համար իմ մասին գրել է, որ Տիկին Լարիսան այդպես էլ չդարավ այդ քաղաքական գործիչ, մնաց հասարակական գործիչ։ Ես զանգել եմ թերթին, որովհետև չեմ հիշում, ու ասել եմ, ես շատ շնորհակալ եմ, բայց ինչ է, կուսակցությունը պետք է ընտրությունից ընտրություն գնա ու իր ինքնագովասանքով զբաղվի եւ խոստումներ տա, որը հետո չի կատարելու։ Խոստում տվել եք, գնացեք արեք։ Էլի եմ ասում, դա մոլորություն է, որ ամեն ինչը ինչ գյուղում, տեղում, փոքր քաղաքում տեղի ունենում, այդ ամբողջը կարող է լուծվի միայն պետական մակարդակով։ Այո, ռիսկ կա, այդտեղ ռիսկ կա, որ դու գնում ես եւ աշխատում, բայց եւ այդտեղ է հաղթանակի անմիջական, այսպես երաշխիքը։ Եվ այս իշխանության վարկանիշը ամենաբարձրը հենց գյուղերում է նաև այդ խնդիրը կկարողանա։ Դրա համար եմ ասում, տեսեք, գյուղերը, այդ որ այդքան տեսնեիք, ես շատ լավ տեղյակ եմ գյուղերի մասին, որովհետև կապ ունեմ եւ մի խմբի հետ, որը որ զբաղվում է փոքր եւ ընդհանրապես գյուղերում 1-ից 4-րդ դասարանը սնունդը ինչպես է իրականացում, դա ՄԱԿ-ի ծրագիր է։ Ես հրաշալի գիտեմ ինչ վիճակում են։ Ես հրաշալի գիտեմ, որ կան գյուղեր, որտեղ անցած տարի եղել է 5 աշակերտ, իսկ այսօր 1 աշակերտ է։ Դա է խնդիրը։ Մենք փաստորեն գյուղը թողել ենք խաբվելու վրա։ Եվ հետո մի երկու տեղ ինչ-որ ասֆալտ են գցում, մի երկու տեղ ինչ-որ մի տանիք կսարքեն և կասեն տեսնում եք, նայեք հա, եթե մեզ չընտրեք, շատ կներեք ճանապարհն էլ կքանդենք հլա այդ սարքածներ։ Այսինքն այդ պրիմիտիվ, այդ արժանապատվությունը, ազգային արժանապատվությունը նսեմացնող մեթոդները անցնում են և դա պատճառը կրկնում է ոչ միայն այդ գրեթե գիտեք չարը ընդհանրապես չարիքը ու չարը մեծ էներգիա ունեն եւ այդ էներգիան որը դրվում է դա է աշխատում դրա դիմադրող դրական ուժը տարիներին ես օրինակ չեմ կարող ասել որ հստակ կա շատ լավ է որ գնում են բացատրություն են անում եւ այլն բացատրական բայց շատ աշխատելու լայն դաշտ կա դա նշան է ես պետք է ասեմ որ արաբական երկրներում այն Համասը նույն բանը նրանք շատ մեծ հեղինակություն ունեն ժողովրդի մեջ որովհետեւ նրանք աշխատել են ընտանիքների մակարդակով ոչ միայն բնակ վայրերով դա է աշխատանքը եւ եթե գերիների հետ զուգահեռ անցկացնենք նույն Համասի Իսրայելի կողմից պատանդարված մեկ պատանդին հարյուրավոր բանդարտյալներ են փոխանակում այո ես ուղղակի ժամանակ չասեցի շնորհակալություն տեսեք մենք այդպես չի ամեն անգամ ստացվում է որ բայ մենք այս վիճակի ենք ընկել մեզ ոչ մեկը չի սիրում այդպես չի այս վիճակը կանխատեսելի է եւ այս առումով փոփոխելի է։
անհնարին է փոխել այն, ինչը դու չես կանխատեսում։ Իսկ սա ամբողջը երևում է, միջև անգամ երևում են ուղղությունները։ Ես դրա համար ողջունում եմ ցանկացած քաղաքական ուժ, որը աշխատում է դրական առումով, ոչ թե խաբեությամբ, աշխատում է գյուղական մակարդակների հետ։ Գյուղերի վիճակը ես անընդհատ ասում եմ, թող չարախոսություն չլինի, ինչի համար եք այդքան շենքեր կառուցում, բնակելի։ Մի հատ բան էլի հասարակական օգտագործման համար մի հատ լավ շենք կառուցեք, էլի չկա։ Ինչու՞, որովհետև երկու բան կա։ Առաջինը քաղաք պետություն դարձնելով, այսինքն գյուղերի այդ իմ ասած օրինակով անընդհատ բնակչությունը կչանալով եւ կենտրոնանալով դեպի Երևանի շուրջ եւ երկրորդը այդպես չի որ ինչպես ժողովուրդը ասում է նիսիա խոսակցություն է Իլհամ Ալիևի կողմից այդ փախստականներ կոչվածների վերադարձ։ Արդեն անձնագրեր են տպում, ID Եվ տեսեք փոփոխություն են անում օրենքի մեջ, որ կարելի է օտար երկրյա ներդրողը առանց գալու Հայաստան գնի բնակարաններ եւ այլն։ Էդում համար է կարող է այո, հետո որ չի ներդրող է արտ երկրից եւ չի ուզում այստեղ երևա։ Ես համոզված եմ, որ այս էլի եմ ասում, ոչ հատվածական մոտեցումը ցույց է տալիս այն բախտորոշ ժամանակները, որ մենք ապրում ենք։ Հիմա բախտորոշը դա նշանակում է, որ դեռ որոշված չէ։ Այո։ Ես անընդհատ դա եմ ուզում ասել, որ իմ ցանկացած ասածի մեջ ոչ թե բասասական կանխատեսում է, այլ դա դրական լիցքեր են, որ որևէ մի բան չկա, որ չի կարելի որ լուծվի, չկա այդպիսի բան, որը չի կարելի փոխել։ Եվ այս առումով Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։ Ես ուզում եմ ասեմ, այդ պետություններ կային, որոնք գիտեք, ես մի օրինակ բերեմ, որ շատ հեռու է, Չինաստանը, որևէ մեկը եթե դա չի հիշում, բայց կարդում եք, չէ՞, ինչ վիճակի մեջ էր Չինաստանը։ Այդ ինչ խղճուկ վիճակի մեջ էր միլիարդուկես բնակչություն ունեցող, այդ հզոր ռեսուրսները ես եղել եմ եւ միշտ որ մի պետություն գնում եմ ուսումնասիրում եմ բավականին լայնոր հզոր ռեսուրսներ տեսակ որ փոփոխեցին տեսակ որ հիմա այսօր նահանգների համար միակ առայժմ պետությունը որի հետ ինքը պետք է ստիպված հաշվի նստի դա Չինաստանն է փոփոխելի է անգամ այդքան մեծ այնտեղ մի ազգ չի գիտեք Չինաստանը դա հարյուրավոր մի քանի 100 էթնոսներ են ապրում այդտեղ եւ կարողացան, չէ՞։ Դա ինչից է ազգային էլիտա։ Եթե մենք չենք կարողանում ազգային վերնախավը ինքը իրեն վերգտնի, որովհետեւ այդպես չի որ խելոք մարդ չկա կամ կամազուրկ են բոլորը։ Պարադոքսը հենց սրանում է Տիկին Ալավերդյան։ Հենց դա է, այո, հենց դա է հայկական պարադոքս։ Մենք ունենք առանձին փայլուն ինչպես ասում են անձիկ ուղղակի անհատություն դա հստակ անհատներ են եւ մենք չենք կարողանում ահա այդ հաղթահարենք այդ իրար վանելու կամ իրար հետ չգործելու ոչ մեկը չի ասում միավորվեք մի կազմակերպության մեջ կարողացեք նույն խնդիրների շուրջ որտեղ մենք տեսնում եմ բոլորն էլ ասենք առնվազն հստակ տեսնում են որ կա ճանապարհ եւ այդտեղ միավոր պետք չի դառնալ մի իրար մի հարվածեք կոնե իհարկե դա պետք չի դա պետք է գործը միասնական արվի այլ ոչ թե կազմակերպչական միավորում լինի դա բոլորով տարբեր բաներ են եւ այս առումով ես առայժմ պես դրական սպասելիքի մեջ եմ այո Եվ Տիկին Ալավերդյան, ուզում եմ հակիրճ նաև խոսենք Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի վերջին հայտարարության մասին, որը Հայաստանում լուրջ ցնցումներ առաջացրեց։ Ընդդիմությունը հայտարարում է, որ սա Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղղակի աջակցություններ, իշխանությունն էլ հակադարձում է, որ Ֆիդանը նման բան չի ասել, նշել է, որ քաղաքական գծին են աջակցում։ Ձեր գնահատմամբ այնուամենայնիվ ինչու Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն արեց եւ ամենակարևորը մեր հասարակությունը սրանից ինչ հետեւություններ պետք է անի։ Եկեք հետեւություններից։ Տեսեք, հստակեցնենք, որ Թուրքիան հանձինս արտգործնախարարի
ասում է, որ այսօրվա իշխանությունները պրոթուրքական են եւ իրենք շահագրգռված են, որ այս իշխանությունները մնան։ Եթե մենք նայում ենք աշխարհին եւ մասնավորապես նահանգների նախագահին, այսօր բոլոր նրանք, ովքեր որ ասում են ուժն է որոշում ամեն ինչը, դա նշանակում է Թուրքիան զգուշացնում է, ասում են նայեք, հա, մի մաս չպակսի, որովհետև մենք էլ կարանք ուժով գործենք։ Այսինքն դա սպառնալիք է ավելի, քան ուղղակի գովասանք իշխանության այս ըշտե բոժդ աշխատող անձին։ Եվ այս առումով է, որ բոլոր նրանք, ովքեր մասնավորապես պատգամավորները, նրանք պետք է վերին աստիճանի շատ ավելի ակտիվ եւ վերահսկողությունը մասնավորապես ուժայինների հանդեպ, իսկ այդ վերահսկողության ձևեր կան։ Ես հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն եմ, ու ես գիտեմ այդպիսի միջև անգամ ուսումնական կուրսեր կան։ Այդ վերահսկողությունը ուժայինների վրա այսօր զրոյի վրա է եւ հստակ Թուրքիայի ներկայացուցիչը ասում է մենք պնդում ենք որ մնա այդ անձը եւ իր ուժը նույնը հասկանալի է ասում է Ադրբեջանը Հայաստանի հասարակությունը այդ պետք է ստանա ոչ թե վախենա որ պատերազմ կլինի այլ ինչպես ասեցի ցուցաբերի իր միասնական կամքը եւ յուրաստեղում Թուրքիան էլ հաշվի իհարկե որովհետեւ եւ Թուրքիան ռիսկ չանի այդ ժամանական էլ ռիսկ է անում որովհետեւ ինքը տեսնում է որ երեկվա կասկածողը այսօր ասում է դե հեսա էլի սրանց հետ լինենք հիմա էլ մի բան չլինի այսինքն այստեղ է գաղտնիքը Թուրքիայի դեմ լինի Ադրբեջանի դեմ լինի բոլորը ինչ որ մենք անում ենք ոչ թե պետք է դեմ անենք այլ պրո հայկական անենք եւ այդ ժամանակ ուժը գալիս է էլի եմ ասում նույն այդ որ խոսում են նրա մասին որ Աստծո վրա հույս դնելը Աստծո վրա հույս են դնում նրանք ով անում են դրա համար ես միշտ կրկնում եմ Աստված անողին է պարտական եւ քրիստոնյաները Հայաստանում դրանք իրապես բազմություն են այդպես չի ինչպես ուզում են բացատրել որ գնում են մոմեն բարուն դուրս են գալիս որովհետեւ դա ամեն մեկը իրենով է դա հաշվում գերեք կներեք էլի ես չեմ հասկանում այդ մարդկանց ովքեր որ իրենք անհավատ են եւ ուզում են բացատրել որ բոլորը անհավատ են ուզում են ապացուցել որ բոլորը անհավատ դա այդպես չի մենք դեկտեմբերի 18-ին տեսանք ժողովուրդը ինչպես մայրաթորը պաշտպանեց եւ դրա համար եմ ասում Տիրադավանունը ստացած եպիսկոպոսներին թույլ չտվեց այնտեղ մտնել ընդ որում այդ իրենց առայժմ եպիսկոպոս պես անվանող կամ բան նրանք տեսնում են չէ դա բա ինչ են անում դուք պատկերացնում եք ինչ դոսիե ունե կոմպրոմատների հավաքածու կոմպրոմատների հավաքածու այդ մարդկանց դեմ այդ դոսիեի մի մասը ժողովուրդը գիտի ես հստակեցնեմ մեղքից չեն գալիս այդ մարդիկ ամեն մեկը պետք է պատասխան տա եկեղեցու սխալն այն է որ նրանք մինչև այսօր մնացել են մեր եկեղեցու դա ես շարքերում այն մարդը չեմ որ սխալների մասին խոսեմ բայց դա ինձ վիրավորական է ինձ վիրավորում է որ այդ անձինք եղել են ու գիտեին դրանց մասին իրենց հակաքրիստոնեական կեցվածքի մասին հասարակությունը գիտեր կճորանի մասին բոլորս գիտենք ինչի՞ պիտի մինչև առնվազն, այսօր չէ՞, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը ինձ լինի վիրավորական էր միշտ ես վերջապես Արարատյան թեմի հավատացյալ եմ Սուրբ Հովհաննես գնում եմ ամեն կիրակի աշխատում եմ լինել այսինքն ինձ համար վիրավոր ես ցավում եմ դրա համար ես ցավում եմ իմ եկեղեցու համար եւ այս առումով ես որպես ինձ վրա չեմ վերցում սխալ է սխալ չի ես ասում եմ մի բան արեք որ հավատացյալ ժողովուրդը չցավա եկեղեցու համար եւ դա այո անելիքը շատ է բայց ելի եմ ասում որ այն մարդիկ որոնց ախտերի մասին ժողովուրդը գիտի նրանց ներկայացնել որպես եկեղեցին մակրող դա արդեն այո դա արդեն հնարավոր դա արդեն
զավեշտել չի, էլի դա խեղ կատակ է եւ իհարկե օր առաջ կանգնեցնել այդ գործընթացը, էլի եմ ասում ժողովրդին դիմում են բոլորին մի մտածեք որ ով ինչ ուզում անում է դրսից ոչ անում են այն ժամանակ երբ որ դուք դեռ չեն հնձել դուք արդեն պարկել եք դու պետք է կանգուն լինես որ չհնձեն քեզ եւ վերջապես զոհաբերությունը այսօր ովքեր են անում մեր սրբազանները եւ նրանք ովքեր որ այսօր կալանքի տակ են իհարկե եւ ես գիտեմ որ նրանց կամքը այնքան ուժեղ է որ իրենց ավելի ազատ են զգում քան նրանք ովքեր իրենց դոսիեների վախից իրենց անարժանապատիվ են պահում ես համոզված ու նաև պետք է փաստենք այս մարդկանց նկատմամբ կոմպրոմատներ չի հաջողվել գտնել դրա համար էլ նրանք կալանավայրերում են այո դրանք չի ստացվել գիտեք ես ճանապարհ եմ անցել ես վերջապես շատ տարիների տարբեր փորձ եմ ունեցել ու ես հիշում եմ ինձ հետ էլ կապված այդպիսի բաներ եւ դա ոչ միայն մարդու իրավունքների պաշտպան դեռ սովետական ժամանակ երբ որ դու պայքարում ես անպայման փնտրում են միջև անգամ ես հիշում եմ ինձ մեկը ինչ որ կոմիտե կար այդ ժամանակ ասել է դուք ինչա քանի տարեկան եք ասեցի 35 դուք վախենում եք մենք ձեր 35 տարվա մեջ մի բան չգտնենք Չի ասում եմ, չեմ վախենում, գտեք, ես էլ հետաքրքիր եմ, ինձ հետաքրքիր է էլի դուք այդ ինչ եք գտնելու, պատկերացրեք այն ժամանակ ես հաղթանակ տարա, որովհետև պաշտպանում էի մի քաղաքացու շահեր ու ես շահեցի, բայց մի բան դες ասեմ, շահեց եւ այդ ինձ սպառնացողը, որովհետև նա փող է վերցրել մյուս կողմից եւ նրա գործն էլա իրականացրել։ Կյանքը այդպես չի, որ զուտ ռեժիմից է միայն, ղեկավարությունից է եւ այսօր ես էլի հիշեցնեմ, որ մեծ եմ խորինացի ասել է ցանկացած փոքր թերություն ղեկավարության մեջ նա հազարապատիկ արտացոլվում է ժողովրդի մեջ։ Ես դրա համար ասում եմ, ովքեր որ սերելներս ամեն ինչը վերջ ունի, ուրեմն այս սուտը վերջ չունի, անպայման ունի։ Դուք ձեզնից եք ամեն մեկը տեսօր գիշեր քնեք հիշեք ձեզնից է կախված որովհետև եթե դա չեք անում դուք թույլ եք տալիս արտաքին ուժերին այդ թվում եւ մեր ողերիմ հարևաններին անել ինչ ասում են եւ ասել ինչ ուզում են եւ այդ եթե ասելա չի կներեք հիմա բան չի դա սովետական ժամանակ չի որ մի ռադիոյա մի հեռուստացույց բոլորը ունեն հնարավորություն տեսնել լսել թարգմանել անգամ թարգմանել հնարավորություն ունեն այնպես որ այդ սուտ ասելը իրենց համար դա պաշտպանության բան չի դա էլի նշան է Թուրքիային, որ դու ինչ կազես, դու ասա, դա այո, մենք պատրաստ ենք։ Շնորհակալ եմ Տիկին Ալավերդյան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Կհանդիպենք։